Եթե անձնական հարցեր ունի Նիկոլ Փաշինյանը պարոն Ծառուկյանի հետ կարող բանակցի, ոչ թե այսքան ժողովրդին սոված թողի։ Բայց նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում է, որ կալանավորելու է ինքը հիմա այս պայն յակը մաճուկն է անում, որ անձնական հարց ունի, թող անձնականը պարզաբանի ինչ-որ մի սենյակի մեջ։ Ոչ թե մարդկանց հրամանտան 70 տարեկան ասենք իա ծնողին նույն ձևի մտնեն, իա տան մեջ է երեխեքի մոտը բարգսեն գետի ոնց կլինի։ Դուք որպես զարմանում մարդիկ առույցներից են վրեժնուցում։ Դե կենթանուց լուծին էլի։ Դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինչպես եք վերաբերվում առհասարակ Նիկոլ Փաշինյանի բառապաշարին, որով նա դիմում է հայտարարություններ է անում։ Այս պայս շատ վատ։ Այս դեպքից հետո շատ վատ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չի տեսել այդ տեսանյութը Ծառուկյանի գետին բարգացնելու ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Սաղ աշխարհը տեսան, Նիկոլ Փաշինյանը չտեսավ։ Խոզի բուդը տենում է, բերանա դնում ուտում է, դա չի տենում։ Կներեք մի բան էլ ասեմ, այս օրերին ասում են Ծառուկյանը շատ-շատերին լավություն է արել, բայց կարծես շատերը եւ կարծես բոլորը մոռացել են այդ մասին։ Այդ մասով ինչ կարող եք ասել։ Տեսեք, շրջանառում են ասում նույնիսկ իր կողքի մարդիկ, նույնիսկ իր աշխատակիցները այս իրավիճակի համար հոգու խորքում ուրախ են։ Ինչ կպատասխանեք այսպիսի հայտարարությունները ասող։ Այս գիրքը գովանա, զույգ աշկերը կուրանա։ Դե այդ ուրացողները թող ուրանան, ինչ ասես։ Ռուբեն Ռուբինյանն ասում էր ազատագրելու են խոստակ արդեն ասում էր ազատագրելու են եւ Գագիկ Ծառուկյանի աջակիցներին եւ աշխատակիցներին եւ առյուծներին, ովքեր գերի են պարոն Ծառուկյանի մոտ։ Մենք գերի չենք ստե։ Մենք աշխատակից ենք մի ընտանիքի նման։ Մենք ստե գերի չենք մեզի համարում, ոչ էլ բանդարկյալ ինչ-որ մի տեղի աշխատողի համար։ Երբ Նիկոլ Փաշինյանը ասում է Արարատ ցեմենտի գործարանը պետք է պետականացնենք, ասում է աշխատողները դրանից հետո խնդիր չեն ունենա։ Ախր Նիկոլ Փաշինյանը մոռացել է անցյալը, որ բան էր անում է։ Ասում է ես ապարիկով լվասկի մեքենայով վերցրել վարկը չեմ կարող մարել, բայց կան ժողովրդի վարկով պիտի մարի։ Էրիկա Կներեք, բայց մի բան էլ էլի ստացվեց, որ այս իրավիճակում ամենաշատը տուժումը հասարակ աշխատողն է տուժում, հասարակ քաղաքացին է ամենաշատը։ Բանվոր մարդն է տուժում։ Այն մարդկանց հաճելի չի գանցել ժամերով ոտի վրա ծառավ կայնան, ոչ է մեզ հաճելի։ Ստենց ենք սնում, մեր երեխեքն մեր հետ նույն տեղի հաստատության աշխատանքով ենք սնում։ Նա սովածով մնա։ Ձեզ հաճելի կլի, որ ձեզ գործից անեն։